Ինչպես արդեն հայտնել էինք, Hayat Project-ը 3 անվճար համերգով է հանդես եկել Գյումրու հրապարակում։ Ներկայացրել էինք նաև ամուսնության առաջարկությունը, որը տեղի էր ունեցել հենց բեմի վրա։ Սակայն 3 միջադեպի մեջ է հայտնվել խմբի մեներկչուհին Նարէ Հովհաննիսյանը, ով համերգի ժամանակ ընկել է բեմից։ «Չգիտեմ համերգի կեսը ոնց եմ երգել, էսպես նոկաուտ եղած», նշել է երգչուհին։ Հարցազրույցներից մեկում Hayat Project-ի անդամները խոսել էին մի շարք թեմաների մասին, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Գյումրիում Hayat բառը շատ է օգտագործվում ու նշանակում է բակ։ Այն հավաքատեղի է տղերքով լինելու տեղ, հետո խումբն էլ դարձավ Hayat, բառի մեջ մտերմություն կա։ Ինձ համար Hayat-ը որպես երևույթ ու նախագիծ արդեն դարձել է ապրելակերպ։ Իմ կարծիքով Գևորգի համար էլ նույնն է։ Հովհաննեսը ինչ ասի, համաձայն եմ նրա հետ։ Հարազատ վայր է, կյանքի առաջին փորձ, ցանկումներ, առաջին հարաբերություններ, ընկերներ, այնտեղ ես ձեռք բերում, իսկ խումբն արդեն ընտանիք է դարձել ինձ համար։ Իհարկե, մեր մանկության բակը, ուրիշը չեմ կարող նշել, թե որն է ամենայուրահատուկը։ Իդեպ, Գևորգի հետ Հովհաննեսը նույն Hayat-ից է եղել։ Գևորգն ամեն ինչ արեց, որ Հովոն նույնպես Hayat Project-ում լինի։ Խումբն արդեն կար, երբ 2020-ին Հովհաննեսն է միացել, ամենավերջին մասնակիցն էր։ Բեմից հանդիսատեսին տրվող տրամադրությունը լիարժեք չէր, այն որ զգում ես մի բան պակաս է, բայց չգիտես ինչ։ Հովհաննեսը եկավ ու լրացրեց այն։ Առաջին հերթին հրաշալի էներգիա բերեց ու այն կարողացավ փոխանցել բոլորիս։ Հովոն բերեց իր ուրույն գույնն ու ձևը, Hayat-ը շատ է ասոցացվում նրա հետ։ Մեր 7-ից տարբերությունն է գրավում մարդկանց, տարբեր ենք որպես մարդ ու արտիստներ։ Միաժամանակ բոլորս էլ բեմի վրա ենք լինում ու դրանից շատ բան է կախված։ Եթե որևէ մեկն ավելի քիչ տա հանդիսատեսին, հաստատ մի բան կպակասի։ Ունենք մեր յուրահատուկ եւ հետաքրքիր երգացանկը։ Թող անհամեստություն չհնչի, բայց մեր ոճից Հայաստանում չկա։ Ամեն մեկս մեր հերթին փորձում է յուրահատուկ դարձնել խումբը։ Ես իմ գործիքներով, Հովոն դե բեղերով, մնացածն էլ պրոֆեսիոնալ երաժիշտներ են։ Նարեի մասին խոսք չկա, ուղղակի հրաշալիք է։ Մեր խմբին կարող են լսել նոր ծնված երեխայից մինչև խոր ծերություն ապրող մարդիկ։ Մեր համերգային ծրագիրը բոլորի համար է նախատեսված։ Երգերը ստեղծում է Ռուբեն Մխիթարյանը։ Նա երկար տարիներ Հայաստանի լավագույն պրոդյուսերներից մեկն է եղել ու շատ լավ է հասկանում իր գործից։ Խմբի անդամներից յուրաքանչյուրի կերպարն ուսումնասիրելով է գրում երգերը։ Դրանք ստեղծվում են հատուկ ամեն մեկի համար։ Եթե հարսանիք երգը ուրիշ խումբ կատարի, ամբողջ հմայքը կկորչի։ Մեր երգերից ամեն մեկն իր սեփական ու անհատական տրամադրությունն ունի, արտիստական խաղն ու մատուցման ձևը։ Ռուբենն ասում է, որ նոր երգ կա ու մոտավորապես երբ է նախատեսվում պրեմիերան, հետո լալալայով երգում ենք ու պատկերացնում, թե ինչ է ստացվելու։ Ապա մեր դաշնակահար Արթուրի ստուդիայում ենք ձայնագրվում։ Մեր երգերի մեջ հեյեր, հայեր, գոռոցներ ու ծափեր կան։ Վերջին փուլում բոլորով հավաքվում ենք ու սկսում գժի պես բղավել։ Ամենաինտրիգայինն այն է, թե ինչ արձագանք ենք ստանալու։ Հիմնականում դրական կարծիքներ ենք լսել, բացասականներն էլ կարևոր են միշտ։ Թող ինձ ներեն մեր մյուս երգերը, բայց հավանում եմ մեր նոր երգը Հորքուրի գանձը, այն էլ ավելի մեծ տրամադրություն ունի, քան մյուսները, նշել էր Հովոն։ Իսկ Վահեի համար, որպես տեսահոլովակ, ամենասիրելին իտալացի հայերն է։ Նարեն էլ մեռնիմ կյանքինը է շատ սիրում, շատ դրական էներգիայով ու սիրառատ երգ է, բայց քանի որ լատինո երգերի սիրահար եմ, Հորքուրի գանձը կառանձնացնեմ, բայց մեր հանդիսատեսը կարծես թե ավելի շատ սիրում է հարսանիքը։ Երեխաներիս համար եմ ամենաշատը խելագարվում։ Ես էլ եմ Վահեի երեխաների համար խելագարվում, նշել էր Հովհաննեսը։ Իրականում խելագարվելու շատ առիթներ կան, բայց առանց պատճառի էլ պետք է լավ իմաստով միշտ խելագարված լինել։ Ես էլ համ Վահեի, համ իմ երեխաների համար իսկապես շատ չեմ սիրում խոսել, ուզում եմ խոսքս երգով ավելի ճիշտ դուդուկով ասել։ Այն ամենը, ինչ մենք անում ենք, դրա համար եմ խելագարվում, նշել էր Նարեն։ Երկրպագուների մասին խոսելիս էլ ընդգծել էին. շատ տարբեր են, մեր ամեն մի համերգը հրաշալի է անցել հենց երկրպագուների շնորհիվ։ 25 տարեկանից բարձր մարդիկ են հիմնականում, բայց թե ով ինչ երկրպագուներ ունի, թող ինքը պատմի։ Մինչև հիմա ավելի հասուն դեմքերի եմ տեսել մեր համերգներին կիրթ մարդկանց։ Խելագարվում են մեզ համար, զգում ենք նրանց սերը, դրսում ձեռքով են անում, գոռում Hayat Project։ Իրենցից միայն դրական էներգիա է գալիս, ամեն ինչ հենց երկրպագուների համար ենք անում, առանց նրանց մեր գործունեությունն անիմաստ է։ Հայաստանի համար շատ ճակատագրական պահի հայտնվեցինք ու հայտնի դարձանք։ Մեր երգերը մարդկանց երեսներին ժպիտ բերեցին, հենց այդ տրամադրությունն է երևի, որ մեզ ավելի հայտնի դարձրեց։ Ես կհամեմատեմ նոր շնչի
ու թթվածնի հետ, երբ ամեն ինչից կտրված վիճակ էր, Հայաստանում էլ բավական բարդ, մարդիկ նորության կարիք ունեին, հայտնվեց Hayat Project-ն ու չի թույլատրում թթվածնի արտադրությունը։ Նախ ժպիտներ բերեցինք ու կոլորիտ, ինչն արտահայտվում է մեր երգերի բարբառով, դրական տեսահոլովակներով։ Գյումրին ոչ կարող եմ քաղաքի հետ համեմատել, ոչ էլ մոլորակի։ Այն իսկական շունչ է, եկեք այսքանով սահմանափակվենք, որովհետև հույզերն ավելի շատ են, քան բառերը կարող են հաղորդել։ Ինձ համար էլ Գյումրին մի առանձին մոլորակ է։ Հովհաննեսը ճիշտ ասաց, չես կարող ասել, այն ուղղակի քաղաք է, լրիվ այլ գաղափար է, առանց որի չենք կարող ապրել։ Դրա համար էլ ապրում ու ստեղծագործում ենք այնտեղ։ Գյումրին երգ ունի, Գյումրին վերք ունի։ Իմացած Գյումրին հումորի մայրաքաղաքն է, ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը 3 անգամ։ Դրա համար մենք էլ խմբով երիտասարդ ենք մնում։ Իմ կյանքի 18 տարիներն այստեղ եմ ապրում, երբ երկար բացակայում եմ ու վերադառնում, զգում եմ, թե ինչ աննորմալ էներգետիկա կա։ Անծանոթ մարդն էլ օգնության կհասնի, եթե դրա կարիքը լինի։ Նարեն մեր միակ գեղեցկուհին է, չեմ կարող այլ բառ ասել, քան ուղղակի վառ գույն։ Եթե 6-ով լինեինք, խումբը մոխրագույն կմնար։ Նարեն չնաշխարհիկ երևույթ է ու հոյակապ ձայնային տվյալներով անձնավորություն։ Ես էլ նախ հիանալի ձայնային տվյալները կնշեմ, նա իր տեսակով գժական տրամադրություն է հաղորդում հանդիսատեսին ու նաև մեծ էներգիա տալիս։ Նարեն մեր ամենափոքրն է, մեր երեխան, իրեն շատ ենք սիրում, խրուստալի պես ենք վերաբերվում, որ հանկարծ չվնասվի։ Գևորգն աշխարհի ամենաբարի մարդն է, նրա ժպիտից էլ դա երևում է։ Երբ իմ ընկերուհիները գալիս են համերգին, գժվում են նրա անկեղծության ու տաղանդի համար։ Շատ լավ ընկեր է, ինչպես եւ մյուս բոլոր տղաները։ Իսկ Հովհաննեսի հետ երբեք չես ցանցրանա։ Գիտեմ, որ նրա հետ հանդիպումից հետո դեմքիս մկանները ժպտալուց ցավելու են։ Ամեն փորի սպրեսը դրա արդյունքում է առաջացել։ Այնպես չի, որ երազել ենք Grammy ստանալու մասին, ուզում ենք հնարավորինս երկար տարիներ ուրախացնել հայ ժողովրդին ու լավ տրամադրություն հաղորդել։ Մարդիկ մեզ տեսնելիս ուրախանում են մեր համերգներին, ինքնամոռաց պարում, մոռանում են դարդ ու ցավի առօրեական խնդիրների մասին։ Որքան կարողանանք այդ ամենից կտրել նրանց, այնքան մեզ բավարարված կզգանք։ Կուզեմ խմբին մաղթել, որ շատ ու շատ երկար եւ առողջ կյանք ունենա։ Ուզում եմ տրամադրությունը միշտ տեղը լինի, որ կարողանա նաեւ այդ ամենը մատուցի հանդիսատեսին։ Պետք չի, որ նրանցից պակասի Հայաթը։ Տարիների ընթացքում խումբը շատ է փոխվել, թե որակի առումով, թե երգացանկի։ Օրգանական թիմ է դարձել, մեկը մյուսին ողնաշարով է զգում արդեն, քանի գնա ավելի կմերվեն ու իրար ավելի լավ կհասկանան։ Այս 2.5 տարվա ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում էլ, խմբի կյանքում էլ։ Առաջ թրաշով էի, հիմա բեղերով, այն հատուկ խմբի համար է, կերպարային առումով ենք ընտրել այս իմիջը։ Սկզբնական շրջանում անտաշ քար էինք, որն արդեն հղկվել է ու մինչև վերջ էլ հղկման կարիք կունենա։ Էլի ու էլի աճելու տեղ ունենք։ Հին տեսանյութերը դիտելիս եմ տեսնում, թե որքան ենք աճել, շշմեցուցիչ է, կարճ ժամանակում այսքան աշխատանք ենք տարել։ Ամեն մեկս գիտի ինչ անել, բոլորն իրենց գործին տիրապետում են։ Առաջ մեր նպատակը հանդիսատեսի սերը գրավելն էր, իսկ հիմա պահելը։